Այդտենց այ հենց ամենավատը դա է, էլի որ ասենք կյանքովի ոչ թե մի հատ տենց ոչ թե քֆուր քյաֆար, հələ իմ կյանքում այդտենց մեկը չի ելել իմ դիմացից ինձ քֆուր անի։ Հասկանում ես։ Իմ ապրածով էլ մարդը ինչքան մաքուր ապրում է, ինչքան պայադեշնի ապրում է, այն ասած խոսքի համաձայն որ 10 հատ ուզող ունենք, 100 հատ չուզող ունենք, աբիժնիկներ միշտ էլ կունենան։ Թակավոր ասում որ թակավորը հետևից խոսում են, չէ։ Նույն պրինցիպով ապեր։ Ասենք ինչքան մարդկային ապրում ենք, այն դեմներից չեն կարա խոսան, բայց ասենց էլ ասենք նորմալ չի, էլի դա նորմալ բան չի, ախպեր, եսի։ Ախպերս դրա համար երկու հատ քոյին, բայց նայ ասեմ, քո իմացած մարդկանցից, որ դու ճանաչում ես։ Նենա արդեն տվել է։ Երկու հոգու, ախպերս դու մոդեր տվել ես, բրատ, բայց չաթդ ոչ մեկ տիրություն չի անում։ Մի արդեն տիրությունն են անում, ախպերս, լսի, մոդերներին մնացած ոնց են ջնջում։ Էդի մեջից ախպերս մտնում ես այնա ջնջին։ Ախպերս ես երեկել եմ քո էֆիրում եղել, ասենք նայել եմ, բրատ, ասենք նու կողից է որ նայում ես, ասենք վավշե սիրուն չի նայում էլի։ Այսինքն, եթե երկար մազերի վրով, արա, լսեք ուրեմն, եթե տես մի հատ տաղա կա, չեմ ասում լավ տղա, եթե մի հատ գոնե տես տղա կա, որ կարա երկար մազերի վրով բան ասի, հենց մի թողելնի, լիշկիս համարը գրի, то ганзը տենի։ Չեմ տոմերները սխմես չեն անի, բրա։ Ախպերս մեկ էլ մեռնեմ սրտիդ, ասենք, ապա ավելի ճիշտ կլինի, որ ասենք մարդը եթե քեզի վիրավորանք ա գրում, խլես չանես։ Բրատ ջան, ես ասենք գիտեմ, որ վիրավորանքին ոնց եմ պատասխանում։ Ամեն մեկին էլ խլես չեմ անում, ջոգիր։ Իսկ ընդհանրապես էկրանի ես կողմից էկրանի ես կողմից այդ կողմ, հասկանում ես, որ այդպես չգիտեմ, ինձ վիրավոր են կամ եսի ինչ։ Դու խլես էլ է հասնում, ասեմ քեզ։ Բանարած ինչ է հասնում ուրիշ։ Կասես։ Բացատրում եմ, չեմ մտան օր էֆիր, նորմալ բացատրում եմ, արա, որ մենք հայ տղեկ ենք։ Դե ախպերս մեր ու իրանց տարբերությունը շատ տարբեր է։ Տենց է, կա տենց բան։ Եվ գաղափարապես եւ ապրելակերպ։ Մենք մերը պետք է պահենք։ Պետք է պահենք ախպերես։ Բրատս ենա տենում եմ մոդերը լավ ջնջումա, ախպերս ավելի լավա իրանք չլնեն, ակտիվետ քիչ չլնի, քան թե իրանք լնեն։ Բա ինչա բրատ ջան։ Բա ինչա բրատ ջան, բայց մնացած մոդերներին ոնց ջնջի։ Ես ընդենց մոդերով տիրություն անում նորմալ, մնացածին ոնց ջնջի։ Ախպերս էդի մեջից նաստրոյկեքից պետք է մտնես, դե տալիս է մոդերատորներ, դուս ջնջես։ Ջոգի, իսկ ես մինչև քանի մոդերատոր, իսկ որ ասենք խոսքի մոդերատորները շատ են ելնում, ինքը ավտոմատ չի ջնջում։ Չէ, դու պետք է մտնես մեջից ջնջես։ Ջոգի ախպեր։ Ախպերս քեզի հետագայի իմարել եմ ասում, այդ չճանաչած չիմացած մարդկանց, ասենք մոդերատոր մի տուր։ Ապրես ախպերես, հա ինչ ճանաչող մարդ ինձ հարազատ մարդ ասա, որ ես պետք է ջնջեմ ես սաղին, են լիլիտ, միլիտ բան, են դնեցել գրում ան նարջան ասա, իպր տենց ոշում, էլի պետք է ջնջեցվի էլի ախպերես, հա այդ մնացած մոդերատորներին քո ասացի պես երկու հատ արդեն հարազատ մարդ կա, դրանցով կհետաքրքրվեն։ Ախպերս ես իմից թե որ լիֆտ ելել եմ, մեսի իմ երկրորդ էջն է, ասենք ինձից թե լիքը մարդ է ճանաչում, ասենք են որ Այսի ուղակի երկրորդ էջա, սրանով էի, սրանով մտա։ Ինձ էլ ստե, ես էլ 2 տարի աստեմ, ես էլ եմ էֆիրանում, ասենք լիքը մարդ, ինչ ճանաչում է։ Հասկացա ախպերս։ Բրատս նայ ախպերս, եթե մտել ես հարթակ, ինչ-որ մի հատ ցել ունես, նպատակ ունես, ասենք մարդիկ կան մտնում բաթել են խաղում, մարդիկ կան մտնում ուղակի էֆիր են անում, շփվում են մարդկանց հետ։ Ախպերս վсё դու կպիկ ու բաթելին, ասենք չաթը թո մոդերատորները տիրություն անեն։ Բրոդ։ Դու կյանքում չես կարա բաթել խաղաս, երբ որ ուշադրությունը չաթի տա, ամեն մեկի գրածին պատասխանես։ Մոտդ էլ ակտիվ կա 160 հոգի մարդ կա այս բայդրությամբ։
Երևում է բրատ, երևում է adekvat բարյադշնի տղա ես, ասենք ես երեկել եմ տեսել, այսօր եմ տեսել, ուղղակի ջոգում եմ, մտել ես, չես կողնորոշում թե ինչ պետք է անես, ոնց պետք է անես, ես ապրես ամեն ինչ շատ է բանը, ապրես, ցավը տան կանեն են ախպերս հա ամեն ինչ ինքն իր հերթով կընկնի տեղը, ասենք են որ հասկացա հերթով ուղղակի քեզի մի 2-3 հոգի հավատարիմ լավ ընկեր քուրապետ, որ կարնան չհատը տիրություն անեն, իսկ մնացածը ինքն իրան ընթացքում կլինի։ ջոգի բրատ ջան, ապրես ամեն ինչի, լավ էլ ջոգել ես որ ծանոթ չեմ, նոր եմ մտել նա որ տենց որպես կանիտ էլ ինձ զբաղվում։ Ախպերս տենում եմ լարված նստած ես էկրանի դեմը նայում ես, մեկը մի բան գրում, էդից դեմից ախպերս ես որ դեմից մտել էի, ձենս չէի էլ բացում։ Հա, հասկացա, ես քեզ հասկացա ախպերս։ Անգերս այդ լարված վիճակը սաղից մոտ էլ եղել է, բայց պետք է թույլ ցնես էլի։ Հասկացա բրատ ջան, հասկացա։ Անձի որ լսես ախպերս, մի երկու օր որ մտնում ես հələ բաթել չես կպնի։ Հա։ Ասենք մի հատ չաթիդ այդ կծանոթանաս, կջոգես ով է, Հա։ գալի ով է եթում, ով ինչ ով է սյանեյան, Հա։ հետո նոր կպնես քու խաղերին։ Հասկացա ախպերս, հասկացա։ Դա դու որ դու Իսկ մնացածն էլ ախպերս վեջիտ մի դիր։ հա ցավը տան դու ուր դու տղա ես։ Երևանից եմ ախպերս։ Բանից ես, որ թաղից։ Հա, բայց լորի լավ շփում ունեմ, լավ ախպերներ Ես ունեմ, էլ Երևանից շատ լավ ընկերներ ունեմ։ Հա։ Հեսա որ իշնեմ ախպերս, իմ մյուս էջով, հեսա կմտեմ մյուս էջ, կգամ էլի, մեռնեմ սրտիդ, քեզ էլ իմ ջոգելով ինչով կարծանք օգտակար եղանք ախպերս, ուշադրություն մի դարձրա բրատ։ Ապրես իմ Էդի շնորհիվ սաղս էլ գիտենք որ էկաշ չի, ջատի մեջի քֆուրին, ասենք ցավը կուլ է թալը, ասենք ոչ մեկ չի կարա դրա վրով ինչ-որ մեկին բան ասի, որովհետև ստե 100,000 ձևի թռած ես իմ ովքեր են մտնում։ Հա, էդի արդեն երևաց, էդի արդեն նկատեցի ախպեր։ Ախպերս էդի որ Բրատ ջան։ Այն մի էջովդ կգրես կամ Ես իշնամ։ իով ախպերես։ Կամ էլ բան ինչա, բաթել մաթել արի խաղանք, դες մի հատ կանիտ էլ գտնենք էլի մեզի։ Ախպերս ես եկավ ախտա չեմ մտնում, են որ մտնեմ արշկա, կպնենք խաղանք, կշփվենք էլի։ Ջոգի։ Բայց ախպերս էլի եմ ասում, 2-3 հոգի նորմալ մոդեր պայի, Այն արդեն կա նորմալ մոդեր կա ինձ հարազատ մարդ, ինչ շատ հարազատ մարդ, երեք այդ ամեն ինչը պես կիսատ պռատ ասավ, ախպերես։ Նարեկ հələ հəմի ջոգի, մոտը 185 հոգի մարդ կա, ու չհատդ նա ինչ ակուրատնի է։ Հա, նորմալ է, բա ինչ Կետի հայ տղու արած չի բրատ։ Ես ասենք մենք էլ ենք ջահել էլի բան ախպեր տես չենք էլի։ Մեր ասենք այն ամեն մի խոսքը չափված ձևած ա եղել։ Մենք էլ որպես տղամարդ ամեն մեր մի խոսքին տեր ենք էլի։ Արա մեռնեմ սրտի դու ոնց ես նայում բարյադշնի տղեն ոնց կարա մտնի մարդուն չճանաչելով վիրավորի կամ քֆուր տա։ Չի կարա բրատ ջան, չի կարա։ Որ ասենք նայ, ես մոդերատորներին ասեմ մյուս բաներ եք խոսում մարդու վրով, սաղ քաղաք երկար մազերով չատլախեն։ Կարա բան ասել կարա։ Արա դու չէ համոց Լմի րոպե, ես ինչ ես գրել, բրատ, մենք ինչ գործ ունենք, այ ախպեր չատլախների հետ։ Չատլախների հարցով թող զբաղվեն չատլախները, մենք ինչ գործ ունենք։ 100% ջած, ստեղ ով քֆուրը անեմ, հենց քու ասած այդ տենց անբարոյականի զավակնին են քֆուր մֆուր էլ չանեմ, էլ չկա հետա մաքրում ա, դե իմ հարազատս մաքրում ա։ Չհասկացա մազեր այդ կտրի չեն կտրին ո՞րն ա ախպեր, չեն քրֆին ո՞րն ա։ Ասма մազեր այդ կդրի չեն քրֆի։ Հա, էդ էլ այդքան ա հասկանում։ Հա։ Դին ջան, Ախպեր մարդու
Բրատ չեմ ջոգում։ Սաղին կրծրա, հնձի այդ բանը, բոզախոտերին, մոլախոտերին, չգիտեմ դրանց ոնց ասեմ։ Թող մնան նորմալ մարդիկ, ասենք, խոսանք, շփվենք։ Ախպեր չեմ ջոգում, մարդու մասին գարցիկ։ Քֆուր մֆուր չեն անում մազերի վրով, հարց են տալիս, ոչինչ ինտերեսնիա, թող հարցնան, բան չի, բայց այդ Արա լավ, ժողովուրդ ջան, ասենք մարդու վրով գարցիկ եք կազմում մազերից։ Էդի պարզօրինակ, եթե իրանց չափանիշն է տա, չէ՞ ասենք բան չի, էլի բանական մարդու, խելացի մարդու էդի բան չի, չափանիշ չի, հասկանում ես, որովհետև կարճ մազերով լիքը բոզի տղական, կարճ մազերով լիքը գյոթի սորթեր կա, միտքն եմ ասում, երկար, կարճ, ու ամենավատը գիտես որն է, որ իրոք ամենայն թակավորներն ու ամենայն հզորները, ամենայն զորավարներն ու բաները սա երկար մազերով են էլ է, հասկանում ես իրանց մակարդակի աստիճանը, որ չափանիշ են էդի սարքի։ Ախպերս չէ, հենա մոդերատորները լավ բան են անում, բրատ մի նայ այս բաների, թող մոդերատորները բլոկ են, ասենք սիրուն չի մտնում ես, ասենք 200 հոգի մարդ կան, այ մեջ չաթի մեջ 20 հատ գրածա, 20-ից 18-ը քֆուր է։ Չէ 20-ից 18-ը չէ, շատ չի լինի, որ տենց ասեմ շատ են այդ ջեխը ախպերս, բայց թե հա այնա որ կան էլի բրաջ։ Երեկը տենց էր ախպերս։ Լավ մարդիկ էլ շատ կան, լավ մարդիկ էլ շատ կան ախպեր։ Իսկ այդ ջեխերին հեսա կհնձենք կմնանք մարդկանցով էլի բրաջ ջան։ Դե գնացի ախպերս լավը լի, քեզ լավ էֆիր, Աստծով։ Այլ Աստծով ախպերս, ապրես ամեն ինչի համար։ Մեկ այս։ Գնացեք ընդ լրվեք ձեզ ախպերս, ստես մի քիչ շփվեմ հայության հետ էս եկա։ Նարեկ ջան, բարի օր ախպերս։ Բարև ախպեր ջան։ Բրատ ես 15-20 րոպե նայում եմ ընկերոջ կան բոզի տղական ես մեր հայերի մեջ։ Սա, հա, երեք դրա վրով մի հատ անեկդոտ պատմեմ, եմ բան ասում էր։ Մի բան ասեմ, բրատ, մի լավ մորքր ունեի։ Վալգագրադից էր, ասում էր Արա ասում էր մեր վախտով սկան բոզ չկային, սկան բոզի տղա որտես տեղան ախպեր ջոգում էր։ Ապրես, այ հենց այդ էի ուզում պատմել, երեք պատմել եմ, ասում արա վաղում էր վախտով ասում երկու հատ բոզ չէին Հայկուշն ու Վարդուշը, ասում հա ախպեր։ Ասում առաջի մարդն է։ Ուր դուց եկան, էլի լցվան, չէ։ Այս առաջի մարդն ես, որ կբա խոսացի պրոդուսերից նստա, բրատ, եթե մեկը կա երկար մազերի վրով կարա մի թեմա անի, իմ կլիրի մամայի հետ ծծի։ Ախպերս հասկացանք, դու էլ քֆուր մի արա բրաջ ջան, ընդե արդեն մնացել ենք մարդկանցով, հնձել ենք այդ վիշվասկաթաբունին, հնձել ենք ջոգիր ախպերս։ Ուռոտներ բլեզ, ոնց կարակ մարդուն երկար մազերի վրով է։ Դե իրանց հասկացածնել այդքան է, ինչ անես ախպերս։ Ողերքան երկար մազերով, արա լավ տղեկան լիք երկար մազոնց երկար մազերով։ Ֆուցել մազերով եք մարդուն չափում չեմ ջոգում։ Չէ, տենց բան, տունակսկի մարդուն չեն էլ ճանաչում, հասկանում ես, մարդուն առաջ ճանաչել, եթե տես դնեմ չափանիշ բան, պատկերացա, որ իրանց թույլ են տալի էկրանի ես կողմից են կողմ, իրանց տես պայքան։ Սրանք, հեսա դայնի դայբող կանեշն ախպեր, թե Աստված ոչ անի հանգարտ կռիվը որ սկսվի, հեսա շուտով ոնց որ արդեն սկսվում է։ Այս ուռոտներին սաղին պիտի տան առաջի գից։ Մամայի փեշի տակ պահկը, իրանց մամայի փեշի տակ պահկվելու են, էլի։ Ու տենց է եղել է միշտ։ Կռվի ժամանակը սաղ TikTok էին անում, դրա համար կռվանք։ Դրա համար էլ որ ասենք ասենց պատերազմը բանելած վիճակը ալնը, մի քիչ էլ գյոտուբոզի դարա, գլուխ են բարձրացնում, էլի ակտիվանում են այդ անբարոյականի զավակն։ Ալավեր դուցեմ ախպերես։ Արա լավ է, արա սանգես մեր ազգեսի, ազգ շմնաց անգեր։ Ոչինչ բրաջ ջան, ոչինչ, Աստված օգնականը լինի մեր ազգին, մենք առանց այդ դժվար տանջված ազգ ենք էլի։
Յալ բռնել էի դա ոչ թե նասներ վիավորել։ Մտի մատ չես ուզում նայես ախպեր էլի թերթա ուզում ես նայես, ասա Նարեկ ջան ոնց ես։ Всё, брат։ Այդ մարդը կաղա պրինտեր։ Ասենք խոսանք շփվենք էլ ճանաչենք, իրանք այդ մարդկայինը չունեն, հասկանում ես, այդ արժեքները չկա իրանց մեջ։ Մարդկա երկար մազնա դուր գալի, մարդկա պրիչոմ ունի դե չկտրելու ախպեր պրինտեսա մի բան կա, ուրեմն չի կտրում, մարդկա նու հազար ու մի բան կա։ Պրյամո մարդն է։ Ես ու վատը գիտես որն է, որ ես ասենք ոչ թե երկար մաս պահում եմ սազել չսազելու համար։ Ես երկար մաս պահել եմ, ասենք Աստծո այդ ուխտի մեջ եմ մտել։ Հասկանում ես։ Փառք մեր Աստծո վատ սովորություններ թողի, որ մինչև գնամ Երուսաղեմ գամ ախպերս նոր պետքա կտրեմ մազերս։ Հասկանում ես, բանը բացատրա, Աստծո հետ ու կապել է դա ամենամեծ բանն անգեր կյանքի միջի։ Հասկանում ես։ Պատկերացնում ես, հա, բրատ ջան, սրանք այդ ամեն ինչը դրանց մակարդակ աստիճանը դետա չունենք էտա։ Դե հասկանան անգեր մարդը բայլա խոսում է ձերից անգեր երևում է որ դու կարգին տղա ես ճիշտ է խոդ մարդը որ խոսում է երևում է որ կարգին տղա է բրա Բարիգուն ձեզի ախպեր բարիգուն ախպեր Բարիգուն ախպեր ջան Չէ ապա ձյաձ ջան խոսալուց մարդու չի երևում ինքը կարգին տղա է թե անկարգ է երևում է ախպերը մարդու բաստու կեքից է երևում մարդը լավ տղա է թե լավ տղա չի այ ախպեր անունդ ո՞նց է բրատ ինչի մասին է խոսքը անունս գարու է Էդ ապրելակերպ այդ էյությունն ախպեր Նարեկ ջան պետք է եկած լինի որ դու լավ ապրես ռեալում բայց հիմա մի հատ բան ասեմ քեզ եղա ջան այ ախպեր ես հիմա ասենք դու որպես կերպար որպես մարդ ճոգում ես ընկեր մտել ես TikTok հետաքրքրություն ես առաջացրել մարդկանց մոտ հասկանում ես մեկն էլ կարա ընկեր ջան մտնի հարցնի խոսքի ախպեր այդ մազերը թխի է երկար օրինակ եմ ասում չէ մենք շնորհքով տղա ենք ախպեր Մենք էլ շնորհքով կարանք պատասխանենք էլ պատասխանենք ախպերս ցավը տանեմ ոչ թե կոպտենք քրվենք գրգենք ախպեր Չէ տես չէ բայց որ մտնում ես հենց անում Տրանս ես, չգիտեմ բանը, ես բա ոչ չդնեմ ասեմ տո մամայից սխմեմ, սաղ եկեն է ցեղի տեքեղենը սխմեմ, սենց տրանս որդ ես տեսել, արա ապրես, ովնի պայնա Իսկ որ հարցնեն մազերը եկարա հոանշնորհք չենք չպատասխանենք, հետաքրքրությունը ըմբռնումով ենք մոտենում մարդկանց, ախպեր ջան Հիմա այդ եմ ուզում ասեմ, տես մեկը գլնի քեզի գասի, էսի ճիշտ է, էնի սխալ է, էնի սենց հենին։ Ընկեր ես մարդը, որ մտել է TikTok, ինքը ճիշտն էլ գիտի, սխալն էլ գիտի ախպեր։ Ինքը դաժե մեր կարիքն էլ չունի, որ մենք իրան ասենք ճիշտ ու սխալը ստե ասենք, ոնց է ինչ է։ Ինքը չի գիտի, որ ինքը հետաքրքրություն պետք է առաջացնի։ Հայերով տղեկ մարդկանցով խոսում ենք, էլի Լավ մարդկանց Ախպեր կուրբան բրատ ասենք ես լավ մարդկանց հետ շատ եմ սիրում շփվել օրինակ Հեն արեք շփվում եմ ընկեր քեզ ոչ խորհուրդ եմ տալի ոչ էլ այ ախպեր դու գիտես ուր ես մտե ջոգում ես Նարեկ ջան ես ինչ իրավունք վերաբայեմ քեզ խորհուրդ տամ ախպեր Չէ ախպեր կարող է ինչ-որ միտեղել ոչ էլ իրա ռեալ ճանաչում եք Ջոգես խոսքի խամեմ Ամեն մի փնթի խոսքի գլնի քեզի խորհուրդ կտես շատ գիտեմ փնթի ասենք կարող է կյանքով ոչ մի բան